Եթե ցանկանում եք զատիկի սեղանին ունենալ անչափ համեղ, գեղեցիկ եւ շատ փափուկ կատնահունձ, ապա մնացեք ինձ հետ մինչև վերջ։ Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք այսպիսի փափուկ կատնահունձ, կպատրաստեմ եւ կկիսվեմ ձեզ հետ պատրաստման եղանակով։ Ահա, պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ ավելացնում ենք գոլից տաք կաթը, այնուհետև ավելացնում ենք 2 ձու, ավելացնում ենք շաքարավազը, խմորիչը, դարչին ըստ ճաշակի, շատ համեղ է ստացվում եւ նուրբ, եւ մի պտղուն ծաղ։ Եվ այս ամենը լավ խառնում ենք։ Որից հետո սկսում ենք ավելացնել ալյուրը փուլերով, պետք է ստանանք շատ փափուկ, ձեռքերին թույլ կպնող խմոր։ Երբ խմորը փոքրիշ պնդանում է, այստեղ ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի շատ փափուկ կարագ։ Բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում։ Լավ հունցում ենք մոտավորապես 5 րոպե եւ թողնելու ենք, որպեսզի հասունանա։ Ահա, խմորը բավականաչափ հունցելուց հետո ծածկում ենք սննդային թաղանթով, ծածկում ենք սրբիչով եւ տեղափոխում ենք տաք տեղ, որպեսզի հասունանա։ Ես միշտ տեղափոխում եմ ջեռոց, ջեռոցը տաքացնում եմ 30-ից 40 աստիճան, գոլ միջավայր եմ ստեղծում եւ մոտավորապես 30-ից 40 րոպե անց ստանում եմ ահա այսպիսի արդյունք։ Խմորը տեղափոխում ենք սեղանին եւ գնդեր ենք պատրաստում։ Որից հետո արդեն գնդերից պատրաստում են գլաններ։ Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր կատնահունձի հյուսի տեսքը ավելի արտահայտիչ լինի, անհրաժեշտ է ալյուրի քանակությունը ավելացնել։ Ես ցանկացել եմ, որպեսզի կատնահունձը լինի ավելի շատ փափուկ, այդ իսկ պատճառով ալյուրը քիչ եմ ավելացնում, իսկ դրա պատճառով հյուսերի տեսքը կարող է մի փոքր այն չլինել։ Դուք ընտրեք, թե ձեզ որն է ավելի պետք, գեղեցիկ տեսքը, թե փափկությունը։
Ձևավորումը ավարտելուց հետո նորից թողնում ենք ամենակիչը 30 րոպե, որպեսզի խմորը նորից հասունանա, որից հետո խմորի վրա քսում ենք դեղնուց, այնուհետև ցանում ենք քունջուտ եւ տեղափոխում ենք թխվելու։ Ինձ մոտ մի քանի կադր բաց է մնացել եւ ահա միանգամից վերջնական տեսքը։ Ստացել ենք ամպիցել թեթև կատնահունց, որը նաև շատ համեղ է, դարչինի համը շատ նուրբ զգացվում է, շատ փափուկ է, երեխաները անչափ հավանեցին, իսկ եթե դուք հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ կողմից տեղադրվող նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը, կհանդիպենք հաջորդ նոր տեսանյութում։